Պարոն Հակոբյան, վարչապետը բավականին հանգամանալից ելույթ ունեցավ, ձեզ համար որ հատվածը կառանձնացնեիք վարչապետի ելույթի։ Թերևս հնարավոր չի ասել, որ վարչապետի խոսքում կար այնպիսի հատված, որը կարևոր չէր, առանձնացնելի չէր։ Սկզբից մինչև վերջ շատ կարևոր եւ ընդգծելի խոսքեր, ցանկացած հատվածի բովանդակությունը խիստ նշանակալի էր։ Սակայն ինձ համար կարող եմ ասել, որ ամենակարևոր հատվածն այն էր, որ վարչապետը եւս մեկ անգամ արձանագրեց, որ ժողովուրդը իշխանն է, իսկ ծառան կառավարությունը։ Ժողովուրդը ինքնիշխանն է, ժողովուրդը գերիշխանն է, ուստի Հայաստանի Հանրապետության տերը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Սա է, որ եւս մեկ անգամ ընդգծելի է, սա է, որ հավիտյանս հավիտենից կրկնելի է։ Իսկ կառավարության կատարած բազմապիսի բարեփոխումներից հատկապես որը կառանձնացնեիք։ Անխոս խաղաղությունը։ Ինչից ասես կարող ենք խոսել, բայց խաղաղությունը գերագույն արժեք է։ Մենք բոլորս միշտ ասում ենք, հազար ու մի փաստաթղթում արձանագրված է, որ մարդը գերագույն արժեք է։ Եթե մարդն է գերագույն արժեքը, նշանակում է ավելի մեծ ձեռքբերում, քան խաղաղությունն է, սկզբունքորեն մտածելի չէ։ Նաև կցանկանայի ձեր կարծիքը հայտնել պրոռուսական ընդդիմության քննադատությունների հետ կապված իշխանությունը թույլ է։ Ես ոչ թե կխոսեի պրոռուսականության կամ պրոարևմտականության մասին, այլ եկեք արձանագրենք։ Մենք գործ ունենք պրոհայկական եւ միայն պրոհայկական կառավարության հետ եւ քաղաքացիական պայմանագիրը բացարձակ պրոհայկական եւ միայն պրոհայկական քաղաքական ուժ է։